Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին Եռաբլուրում էին հավաքվել հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ընտանիքներից մինչև քաղաքական ու հասարակական գործիչներ։ Իշխանական թևից ներկա էր միայն ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, որպես ԵԿՄ ղեկավար։ Մինչդեռ երկրի քաղաքական վերնախավը զինվորական պանթեոն էր այցելել մեկ օր առաջ։ Այսօր գիտեք, մեծ թվականակով զորավարժություններ է թվում, այս տարի չեմ ուզում լավ ասեմ քանի հազար հոգի լրացնում է։ Եվ ընթացքում մենք կամաց պիտի անցնենք պրոֆեսիոնալ բանակի, բլուզ դրան սահմանապահ զորքերը, որ կանգնած են կանգնելու են, եւ այսօր կանգնած են ամբողջ սահմանի երկայնքով։ Միասնության թևեր նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը Եռաբլուրում հայտարարեց. հունվարի 27-ը դիտավորյալ է ընտրվել որպես հիշատակի օր, որպեսզի իշխանության ներկայացուցիչները հաջորդ օրը Եռաբլուր չայցելեն։ Սա ամոթալի վախկոտություն է, որ արել են, որը ընդհանրապես մեր հուշերի, մեր նշանակության հետ կապ չունի, որ սա հիշատակ չէ, որ նրանք արեցին։ Ընդդիմությունն էլ երեք չէր եկել Եռաբլուր, փոխարենն այսօր ակտիվ էին ընդդիմադիր գործիչները։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցավով նշեց, որ նախկինում հունվարի 28-ը Հայաստանում տոն էր, իսկ այսօր տոնն առաջվանը չէ։ Հայկական բանակը այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել, առաջինը կարող է շտկել իր ողնաշարը եւ վերջո մեր ժողովուրդը ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի նրա անվտանգության երաշխավորը եւ հայկական բանակը յուրաքանչյուր պետության եւ մեր պետության հզորության, ռազմական հզորության առանցքն է։ Որ հայկական բանակը Հայաստանի անվտանգության երաշխիքն է, վստահ է նաև Միասնության թևեր նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։ Նայենք ապագային, որպես անվտանգության հետ կապված բանակ գումարած անվտանգություն այս բանաձևը հստակ գիտակցելով։ Որովհետև այն խոսույթը, թե անվտանգություն ունենալու կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, դա քաղաքագիտության, պատմության եւ ընդհանրապես բանականության առումով որևէ բանի փորձության չի ենթարկում այդպիսի արտահայտությունը։ ՀԱԿ-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանն էլ կարևորում է ղեկավարի դերակատարությունը։ Ուզում եմ մաղթեմ, որ մեր բանակը շուտով նորից ունենա առյուծ ղեկավարներ, որպեսզի դուրս գա այս նվաստացիչ պարտությունների ցիկլից։ Բոլոր քաղաքական գործիչները բացի շնորհավորանքներից կարևորում էին բանակի վերականգնման եւ նորոգման աշխատանքներն ու այդ գործում անձնական ամբիցիաներից հրաժարվելու կարևորությունը։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։